Պարոն Եղոյան, ներողություն, այդ տրամաբանությամբ դուք էլ չպետք է խոսեք ստե դիտորդների մասին, հա, որովհետև դուք ինչ կապ ունեք, ուրեմն դիտորդները պետք է իրանց մասին խոսեն, վստահված անձինք իրանց մասին պետք է խոսեն, հա, մենակ։ Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղ ունեցավ խորհրդի նիստը, որտեղ մենք փորձեցինք կանխել այս հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքը, չհաջողվեց, առաջարկություն ներկայացրեցինք նույնիսկ հետաձգելու, որպեսզի թե միջազգային ներկայացուցիչների ներգրավում, թե դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման եւ նաեւ հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ եւ դրա հիման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք եւ ոչ միայն մերժում, այլ 1 ժամի շրջանակներում մեծամասնությունը որոշել է, որ պետք է էսի անցկացնի։ Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է, ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու եւ ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված։ Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է, մենք նաեւ միջազգայինների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ, տեղական դիտորդական կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ, մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը եւ հետեւաբար Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու եւ հայտարարում է, որ սա հերթական, հակապետական, հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքն է։ Չի կարող այս ազգային ժողովը այս կարճ ժամանակահատվածում նման վարքագծով իրականացնի այդ փոփոխությունը առանց, նորից եմ կրկնում, պատշաճ քննարկումների։ Հետևաբար մենք չենք մասնակցում այս քննարկմանը։